Սալոր, դեղց, խնձոր ու բալ է աճեցնում Արմենը։ Զովունի 3 հեկտար իր հողատարածքում եկամտի աղբյուրն է։ Տևական ժամանակ դժգոհ է թունաքիմիկատների որակից։ Ասում է թանկ գնում է, բայց արդյունքը չի գոհացնում։ Այն ժամանակ ասենք մի 15-20 օրը մեկ կամ ամիսը մեկ էիր սրսկում, հիմա 15 օրը պարտադիր պիտի սրսկես, որովհետև լվիճը շուտ կապում է։ Այն ֆերմերները, ովքեր չեն զբաղվում էկոգյուղատնտեսությամբ, ըստ մասնագետի պարտադիր թունաքիմիկատներ են օգտագործում։ Իսկ դրանց ներմուծման օրենսդրությունը մեր երկրում թերի է։ Պետությունը արտերկրից ներմուծվողների համար փորձաքննություն չի պահանջում։ Լրացուցիչ այլընթացակարգ էլ օրենքը չի նախատեսում։ Պարարտանյութերի շատ կիրառության արդյունքում տվյալ հողատարածքում աճեցված մրգերը, բանջարեղենները, որոնք հետագայում կարող են հայտնվել մարդու օրգանիզմում, կարող են առողջության վրա բացասական ազդեցություն ունենալ, պնդում է փորձագետը։ Ծանր մետաղների ավելորդ կուտակումը ընդհանուր միջև նեյրոնային համակարգի խախտում, նյարդային համակարգի։ Ալերգիկ ռեակցիաներ, երբ որ մնացորդային կուտակումները ավելի շատ են, օրինակ աղերի տեսքով, նիտրատների տեսքով, եթե դիտարկենք, աղեստամոքսային տրակտում որոշակի դժվարամարսելիության։ Վերջին անգամ Սննդի անվտանգության տեսչական մարմինը 2024 թվականին է թունաքիմիկատների մոնիթորինգ կատարել, ու մինչև այժմ դրա արդյունքները չեն հրապարակվել։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից ժամը լրատվականին վստահեցնում են միայն, որ ներկրվող թունաքիմիկատների պատշաճ վերահսկողություն իրականացնում են, իսկ տնտեսվարողները դժգոհում են ոլորտում տեխնոլոգ մասնագետների պակաս կա։ Խորհրդատվության ու փորձի փոխանակման հնարավորություն չկա, իսկ համայնքներում իրազեկվածությունը ցածր է, հետևաբար խնդրի լուծման համար դեռևս երկար ժամանակ կպահանջվի։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։